սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում, այնուհետև շարունակել եմ նույն մասնագիտության ազգային անվտանգության ծրագրով մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո վերապատրաստումներ եմ անցել ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Լիտվայում, տարբեր երկրներում ընտրական գործընթացներից մինչև կառավարման, մեդիագրագիտության եւ տարբեր այլ ծրագրերով։ Հասարակական կազմակերպությունները դեռ նոր էին սկսել իրենց աշխատանքները եւ ինձ անընդհատ ձգում էր բացի դպրոց տուն միջավայրից, այդ սև ու սպիտակ իրավիճակից, ինչին որ բախվում են նաև շատ աշակերտներ, երիտասարդներ, պատանիներ իրենց տարիքում, փորձում էի կյանքին հաղորդել նոր երանգ, ու անընդհատ հենց այդ տարիքից ես փնտրտուքի մեջ էի, որն է իմ առաքելությունը։ Կամաց-կամաց ձեռք բերեցինք թիմ, ընկերներ, ովքեր համանման էին մտածում, ու ստեղծեցինք տարբեր նախաձեռնություններ, որոնցից առաջինը հանուն Արմավիրի նախաձեռնությունն էր։ 2014 թվականին առաջին անգամ ոտք դրեցի Մայրբուխ, Երևանի պետական համալսարան, այնուհետև երկամյա ծառայությունից հետո Արցախում վերադառնալով բախվեցի իմ կյանքի առաջին ամենամեծ անարդարություններից մեկին, երբ որ մեզ որպես ապրիլյան պատերազմի մասնակիցների պետականորեն սահմանված ուսման վարձի զեղչեր էր հատկացվում, սակայն մեզ չտրամադրեցին եւ հատկանշական է, որ պետական մարմիններից միայն մեկ ներկայացուցիչ մեր դիմումին արձագանքեց, դա եղավ հենց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իրականացրեցինք առաջին ցույցերը, հանրահավաքները նաև, որը ի վերջո 2018-ին վերածվեց արժեքային պայքարի առաջին հերթին։ Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ սկիզբ առավ այն ժամանակ դեռևս հեղափոխություն կոչվող գործընթացը, որին մենք ևս միացանք, բայց մեր պայքարի հիմքում որևէ անձի իշխանության գալը չէր, այլ ուսանողական ազատություններն էին։ Դեռևս այն ժամանակ հայտարարեցի, որ այն մարդը, ով փորձում է այս շարժման արդյունքում դառնալ վարչապետ, իզորու չէ ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը եւ մեզ միայն խնդիրների առջև է կանգնելու հենց իր կոնկրետ առաջադրումը, որովհետեւ ընդամենը մի քանի անգամ շփվելով, մի քանի անգամ հասկանալով իր միտումները, իր հայացքները եւ այլն, իմ համար արդեն պարզ էր, որ մենք ուղղակի ունենալու ենք հետագայում մի իրավիճակ, որի արդյունքները լինելու են ցավալի։ Եվ 2020 թվականի պատերազմից հետո մենք բացարձակ հիասթափվածություն ունեինք, որ այլևս մեր հասարակական ուղղակի ճնշման արդյունքում, հասարակական գործունեության արդյունքում հնարավոր չի լինելու այս աղետաբեր շրջանը կանխել։ Ու դա էր պատճառը, որ արդեն 22-23 թվականներին ստեղծեցինք Զարգերակ համազգային երիտասարդական նախաձեռնությունը, որը միավորեց 100-ից ավել տարբեր համայնքները եւ տարբեր բուհերը ներկայացնող երիտասարդների, դասախոսների, փորձագետների, ի վերջո, որը ձևավորեց 2024-25 թվականներին առաջ արժանապատվության շարժումը, արդեն քաղաքական կազմակերպություն, քաղաքական նախաձեռնություն։ Հայրությունը իմ կյանքի ամենամեծ պատասխանատվությունն է։ Երբ իրենք վազվզելով գալիս են ու գրկում են ինձ, ես
իրականում հասկանում եմ ինչի համար եմ ապրում եւ ինչի համար եմ աշխատում, ինչի համար եմ պայքարում, որովհետեւ հայր դառնալուց հետո իմ համար ապագան այլևս ինչ-որ абստրակտ երևույթ չէր, ապագան ունեցավ անուններ, իմ աղջիկների անունները, ունեցավ ժպիտներ, ծնողավարությունը առաջին հերթին, ամենալավ ձևով դրսևորվում է, երբ որ դու լինում ես նրանց ուղեկիցը, այլ ոչ թե խստապահանջ հրամանատարը, ուղեկցել նրանց, տալ խորհուրդներ լավագույն ձևով, որպեսզի նրանք ունենան ինքնուրույն ապրելու լավագույն հնարավորություններ։ Ընտանիքը, երեխաները ունեն իրենց ուրույն տեղը, եւ անգամ այն 10 րոպեն կամ 1 ժամը, որ պետք է անցկացնեմ իրենց հետ, ես ամբողջովին փորձում եմ նվիրվել իրենց, որպեսզի անընդհատ լրացնեմ այն բացը, որը առաջանում է գործունեության արդյունքում, բայց իրենք էլ լավ գիտեն, որ հայրիկը, եթե ինչ-որ պահի բացակայում է, ապա բացակայում է, որովհետև այլ երիտասարդների, այլ երեխաների ուսուցման գործով է զբաղված։ Ես հուսով եմ, որ այն ժամանակը, որը չեմ հասցնում իրենց նվիրել, արդարացված է, որովհետև դա վստահ եմ տալու է իր արդյունքները եւ իրենք ապագայում, երբ որ արդեն ավելի մեծ դառնան, կգիտակցեն եւ կներեն բաց թողած ժամանակի համար։ Առաջ արժանապատվության շարժումը, իր կազմում գործող Զարկերակ համազգային երիտասարդական նախաձեռնությունը եւ հանուն Արմավիրի երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությանը միանալու մասին։ 2026 թվականին մենք արդեն Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ միասին քաղաքական հայտ ներկայացրեցինք միավորվելով, մեր ջանքերը միավորելով, այս տարբերակը միակն է, որ հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում իրական փոփոխությունների հասնել ու տեսնելով հենց Արման Թաթոյանի եւ իր թիմի արդարության մարտիկ լինելը, ջատագով լինելը, վստահ ասում եմ, որ մենք սկսելով պայքարը Երևանի պետական համալսարանից շարունակելու ենք, վերադառնալու ենք այստեղ, միավորելու ենք երիտասարդներին եւ ուսանողներին ու բոլորս միասին ենք ասելու, որ արդարությունը գալիս է։